Դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը այսօր սկսվեց ժամը 12-ին։ Դռնփակ դատաքննությունը այս պահին դեռևս ընթանում է եւ առայժմ դատարանը որոշում չի կայացրել դերասանի խափանման միջոցը փոխելու կամ չփոխելու վերաբերյալ։ Հիշեցնենք, դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ մահացան 2 երիտասարդներ, ինքը Պետրոսյանը ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց։ Վթարից օրեր անց, երբ դերասանը դեռ վատառողջ էր, որոշում կայացվեց նրան ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու մասին։ Այսօր Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ քանի որ գործով քննիչը փոխվել է եւ այժմ քննություն իրականացնում է Երևանի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեմ պայքարի քննչական բաժինը, դատաքննությունը պետք է իրականացվեր Երևանում, ոչ թե Կոտայքի մարզում։ Հիմի կամ պետք է դատարանը գնա օրենքը խախտելու ճանապարհով եւ ստիպված այսօր գործը քննի, կամ պետք է գնա օրենքը պահպանելու ճանապարհով գործ ուղարկի ըստ ենթակայության կենտրոնի դատարան, այդ դեպքում է ժամկետը լրանում է Վարդան Պետրոսյանն ազատ պետք է արձակել։ Խնդիրն այն է, որ մի քանի օրից լրանում է Վարդան Պետրոսյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ փաստաբանի խոսքով, եթե պահպանվեր օրենքի տառը, ապա Վարդան Պետրոսյանը պետք է ազատ արձակվեր, քանի որ Կոտայքի մարզի դատարանը խափանման միջոցը փոխելու մասին որոշում կայացնելու իրավունք չունի։ Քիչ առաջ պարզ դարձավ, որ դատաքննությունը այդուհանդերձ կիրականացվի Կոտայքի մարզում, քանի որ քննիչը Երևանից գործուղվել է Կոտայք։ Նիկոլայ Բաղդասարյանը տեսականորեն ցույց էր տալիս, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։ Նա նշում էր, որ ունի նաև վթարի 3D պրոյեկցիան, որը կհրապարակի նախաքննության ավարտից հետո։ Ավելի եզրակացություն կա, որ վթարի նախորդող պահին այս ավտոմեքենայի հետ լույսը, սպիտակ լույսը վառված է, փոխանցման տուփը դրված է հետ գնալու։ Ենթադրում եք, որ Նիվան նույն ձևի հետ է տվել։ Ես չեմ ենթադրում։ Գործագետի եզրակացության մեջ գրած է, եթե հետևի սպիտակ լույսը վառվում է, նշանակում է վթարի պահին ինքը հետընթացողակի, եթե երբ որ կգա նախաքննության պահ, ինքը հետընթաց կատարել է, բախման պահին արդեն արգելված վիճակում է։ Այսինքն կայնել է հետատվել, ուզում են մտնել, եկել է վթարը տեղի ունեցել։ Փաստաբանը նաև վկայակոչում էր իր ձևակերպման բազմաթիվ խախտումները, որոնք թույլ է տվել նախաքննական մարմինը եւ նախկին քննիչը, որի հետևանքով էլ իր կարծիքով գործը փոխանցվեց այլ քննիչի։ Զրուցեցինք նաև տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ, ում կարծիքով նախաքննությունը արդար է անցկացվել։ Շատ արդար եւ բազմակողմանի է։ Այսինքն այդ կալանը ոչ մի խախտում առ այսօր չեմ տեսել։ Գիտեք ոնց է, երկու մահվան ելքով ավտովթարների գործերով 99.9% բոլորի նկատմամբ խափանման միջոցը կալանք է։ Այսօր դատարանի մոտ էին հավաքվել Վարդան Պետրոսյանի ընկերները, բարեկամները, ովքեր նշում էին, որ աջակցում են նրան եւ ցավակցում տուժող կողմին։ Նրանք ասում էին, որ անձամբ այցելել են տուժողներին իրենց ցավակցությունն արտահայտելու համար։ Գրող Վահրամ Սահակյան։ Հոգևոր կապ, ցանկություն եւ հավատ դեպի արդարադատություն, հավատ դեպի Աստված, ամեն ինչի ստեղում տեղը կլինի։ Ավելորդ բողոքենք պետք չի, եկեք սպասենք։ Կինոգետ Արծվի Բախչինյանը ազատությանը փոխանցեց, որ դատական համակարգի հետ հույսեր չի կապում։ Շեշտում եմ, որ այո, տուժող կողմի ցավը մենք կիսում ենք, մեզնից ներկայացուցիչներ գնացել են նրանց ցավակցելու, բայց մյուս կողմից նաև Վարդանը ինքն էլ տուժող կողմն է, որը նույնպես պաշտպանության կարիք ունի, ինչը ահա տեսնում եք, շատ փնթի ձևով կատարվում է այս ամբողջ թղթաբանական գործը, արդյունքում երկարաձգվում է, արդյունքում դարձյալ օրենքը չի հարգվում Հայաստանում։